Ողջույն, հիշում եք չէ, հմուտ վարորդ լինելու համար պետք է չզլանալ եւ սովորել բոլոր քննական հարցաշարերը։ Իսկ դրա համար պետք է ուղղակի բաց չթողնել ոչ մի հաղորդում։ Իսկ եթե բաց եք թողել, հոգ չէ, մուտք գործեք X-Drive կայք, սովորեք եւ պարապեք։ Իսկ եթե ինքնուրույն չի ստացվում, էլի հոգ չէ, X-Drive-ը միշտ ձեր կողքին է, կարող եք զանգահարել եւ գրանցվել։ Ողջույն ընկեր Արթուր։ Ողջույն Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Ես լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր եկել եմ մեր հերթական դասին, որպեսզի միասին թեստ 4-րդը արդեն սկսենք պարապել, բայց մինչ այդ ուզում եմ ձեզ ուղղել այն բոլոր հարցերը, որոնցով հետաքրքրված եք, որոնք ուղղել են մեր հեռուստադիտողները, եթե թույլ կտաք։ Փորձենք, իհարկե։ Ուրեմն մեր հետևորդ Մարիամը ուղղել է ու խնդրել է, որ գունընկալման թեստերին անդրադառնանք, որպեսզի պարապենք նաև այդ թեստերով։ Շատ լավ, ես կարելի է իհարկե գունընկալման թեստերը նայել, բայց իրենք բոլորը օրինակներ են։ Գունընկալման թեստերը ասեմ ձեզ, եթե մարդը գույները իրարից չի կարողանում տարբերել, Սյուզան ջան, ես նրան չեմ կարող սովորեցնել։ Գույները տարբերել։ Հա, իհարկե, դա հնարավոր չի, իհարկե։ Կան օրինակներ, այդ օրինակներում նշվում է, թե ինչ ես տեսնում, ինչ պատկեր, ինչ գույն, կամ ինչ տեսք, այնտեղ երկրաչափական կա, եռանկյուն, կա քառակուսի կլոր եւ թիվ ու տառ է նշվում, ինչ թիվ ես տեսնում, ինչ տառ ես տեսնում, նու տառերը եւ թվերը, եթե մարդը տեսողության հետ կապված խնդիր չունի, իրանք հեշտ տեսնում են։ Ինչ վերաբերում է գույներին, կան անձինք, իհարկե այս խնդիրը հիմնականում տղաների, տղամարդկանց մոտ է, կանայք այս խնդիրը չունեն, շատ հազվագյուտ իհարկե։ Եթե գույները իրարից չեն կարողանում տարբերել, դա սովորեցնել հնարավոր չի։ Որպես օրինակ, մի քանի օրինակ ես ձեռքի տակ ունեմ, այսօր մեր դասի վերջում միասին ուղղակի կնայենք միասին։ Լավ, որպեսզի մեր հեռուստադիտողի խնդրանքը ուղղակի չմերժենք, բայց սովորեցնել դա հնարավոր չի։ Հասկացա։ Եվ հոգեբանական թեստերին են։ Դա նույնն է, այդ հոգեբանական թեստերը ասած, այդ նույն գունընկալման թեստերն են, պես է կոչվում, տենց են ասում։ Դե թեստերի վերջում կանդրադառնանք։ Հիմա մեր որպեսզի չշեղվենք մեր դասից, սկսենք մեր դասը, դասի վերջում մի քանի րոպե կտրամադրենք այդ նյութին։ Շատ լավ։ Դու հիշում ես ինձ, մենք որ թեստ 4-րդ։ Հիմա մուտք են գործում մեր Edge X-Drive կետեյեմ։ Իհարկե այստեղ հա ունենք թեստեր մեր մենյուում։ Թեստ 4-րդ։ Ու սկսում ենք հարցերին փորձել միասին պատասխանել։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հետիոտն է համարում տրանսպորտային միջոցի դուրս ճանապարհի վրա գտնվող անձը բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը տրանսպորտային միջոցից դուրս ճանապարհի վրա գտնվող այդ թվում ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը։ Ստեղ մենք ճիշտ պատասխան նշում ենք առաջինը։ Ես այս բառը բացառությամբ հիմա նշում եմ, որպեսզի տարբերվի։ Ինչ ենք նշում բացառությամբ ճանապարհի վրա աշխատանք իրականացնող անձանց, ովքեր որ ճանապարհի վրա են գտնվում, այսինքն գտնում են տրանսպորտային միջոցից դուրս։ Օրենքը նրանց համարում է հետիոտ, բայց այն անձինք, ովքեր որ ճիշտ է տրանսպորտային միջոցից դուրս են գտնվում, բայց աշխատանքներ են իրականացնում, նկատած կլինես դրսում փողոցում, նո շինարական աշխատանքներ, ասֆալտապատում, նավրա են ավլում են, մաքրում են փողոցները, այդ անձինք ճիշտ է գտնում են տրանսպորտային միջոցից դուրս, բայց նրանք աշխատանքներ իրականացնող են։ Ըստ օրենքի նրանք հետիոտ չեն համարվում։ Դա է պատճառը, որ մենք նշում ենք բացառությամբ ճանապարհի վրա աշխատանք իրականացնող անձանց։ Շատ լավ։ Հաջորդ հարցին անդրադառնանք։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումը իրականացվում է բնակավայրերից դուրս ճանապարհներին հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը, փակ հրապարակում կամ ավտոդրոմում, ցանկացած ճանապարհին բացառությամբ ավտոմայրուղիների, հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը։ Իսկ ինչ ես կարծում։ Մտածեմ մի հատ։ Ահա։ Սկզբնական ճիշտ է, սկզբնական գործնական վարման ուսուցումը, ինչու սկզբնական, գիտենք, որ ուսանողներ կան, իրենք ընդհանրապես երևի իրենց կյանքում առաջի անգամ մեքենա վարած չեն եղել, առաջի անգամ մեքենայի ղեկին են իրենք, չի կարելի տվյալ անձին քաղաքի կենտրոնից ասես ստեղից սկսի այդ մեքենան վարել։ Դրա համար գոյությունն են փակ հրապարակներ, ավտոդրոմներ, այսինքն այնպիսի տարածքներ, որտեղ որ երթևեկություն չկա։ Այդ տարածքներից է պետք սկսել սկզբնական ուսումնական վարումը։ Հասկացա։ Այսինքն ավելի անվտանգ վայր է դա։ Մյուսը Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե առանց կողային կցորդի մոտոցիկլում բացակայում է օդարային կանգառնշանը, դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին, երկու դեպքում էլ։ Նախ, արի փորձենք հասկանալ վթարային կանգառնշանը։ Դա եռանկյունի նշան է, եզրերը կարմիր, ու իր ներսը մեջ է դատարկ։ Բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցները պետք է ունենան վթարային կանգառ նշան եւ այն կիրառեն օրինակ վթարի դեպքում կամ անսարքության դեպքում։ Նկատած հնարավոր է լինես, երբ որ վթարա տեղ ունենում կամ մեքենան անսարքանում, այդ վթարային կանգառ նշանը բավականաչափ մեծ նշան։ Բացում են գետնի վրա մեքենայից առաջ տեղադրում են։ Դա պարտադիր բոլորը պետք է ունենան։ Ուրեմն, եթե չունենան, կարգել։ Այդ շահագործումը կարգելու։ Ինչ վերաբերում է երկրորդին, դողերը չափով կամ թույլատրելի բեռնվածությամբ էլ պետք է համապատասխանեն տվյալ մոդելին։ Ամեն մոդել, ամեն մեքենա ունի իր չափը։ Չափը դա մեր ձևով ասած դա ռազմերն է։ Այդ կոշիկն էլ է, չէ՞, մարդու հագի ռազմերով է։ Դες չի չափով չի, եթե մեծ հագնես, հագիցը դուրս կգա։ Այսպես են բացատրում, որ ավելի տպավորիչ լինի։ Փոքր հագնենք, մեր ոտքը կցավեցնի։ Ուրեմն ամեն մոդել ունի իր չափը։ Պետք է տեղադրել։ Այսինքն երկու դեպքում էլ։ Այո, չափից դուրս, օրինակ, մեծ դող տեղադրել մեքենայի տակ կամ փոքր կամ նեղ կամ լայն չի թույլատրվում։ Լավ, ամեն մոդել ունի իր չափը։ Նշում ենք երկու դեպքում էլ։ Պատճառն իմացանք իհարկե։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե բացակայում է դողի անվահեցի ամրացման հերիուսներից թեկուզ մեկը, նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր, ու երկու դեպքում էլ։ Ու երկու դեպքում էլ։ Այստեղ երկու դեպքում էլ արգելվում է։ Ինչու՞։ Առաջին դեպքում բացակայում է այդ անվա դողի անվահեցի ամրացման հերիուսներից թեկուզ եւ մեկը, այդ հերիուսը դա բոլտն է, հայերեն թարգմանել են հերիուս։ Մեքենաներ կան, մոդելներ կան, որ 4 հերիուսով են ձգվում, մոդելներ կան 5 կամ 6, եթե դրանցից մեկը բացակայի տեղում չլինի, հնարավոր է մյուսներն էլ ժամանակի ընթացքում թույլանան դուրս գան, այդ մեքենայի դող ակը տակից դուրս գա ու փախնի գնա։ Ու տենց դեպքեր շատ եղել են, դա անթույլատրելի է, արգելում է դեպքում։ Իսկ նույն սռնու վրա տեղադրված են տարբեր նախշանկարներով դողեր, նորից չի թույլատրվում։ Հիմա սռնին պատկերացրու, այդ կարող է լսած լինես, մոստ են ասում, կամրջակ, այս ամբողջը համարվում է մեկ սռնի։ Լավ, այդ մեկ սռնին, այս դեպքում, տեսեք, երկու դող են իրարից տարբեր, բայց չի կարելի այս նույն սռնու վրա տեղադրել տարբեր դողեր։ Պետք է լինի նույնից, նույն կառուցվածքի, նույն նախշանկարներով։ Եթե նախշանկարները սրա ուրիշ եղան, այս մյուս դողինը նույն սռնու վրա ուրիշ եղան, այնտեղ կարճման գործակիցը ճանապարհի ծածկույթ հետ կարա լինի տարբեր, արգելակելիս մեքենան կողատարման գնա, որը իր մեջ նորից ներառում է որոշակի վտանգ։ Հասկանալի, այսինքն երկու դեպքում էլ արգելվի։ Ճիշտ է, անցանք հաջորդին։ Որ ուղղությամբ է արգելվում երթևեկությունը։
Ինչ ես կարծում։ Դեպի աջ առաջին անցումով, դեպի աջ երկրորդ անցումով, դեպի աջ առաջին եւ երկրորդ անցումներով։ Րոպե, դեպի աջ։ Որ ուղղությամբ կարգելվի։ Առաջի Դեպի աջ անցումը։ երկրորդ անցումով։ Այո, առաջի անցումը սա է։ Եթե Երկրորդ առաջինում անցումը սա է։ արգելվեր, ուրեմն դեպի առաջնից առաջ կդրվեր Շատ նշանը։ ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Բոլոր նշանները կգործեն այն դեպքում, երբ որ դու կգաս, կհասնես, կհավասարվես իրեն։ Հիմա այս դեպքում աջ առաջի անցումից չի կթույլատրվի, բայց երկրորդ անցումից այլևս չի թույլատրվի։ Կարգելվի։ Ուրեմն դեպի աջ երկրորդ Երկրորդ անցումով է արգելվում։ Շարունակել երթևեկությունը։ Շատ ճիշտ բացատրում ես։ Խաչմերուկը երկրորդը կանցնի, կանաչ ավտոմոբիլը, կարմիրը եւ կապույտը։ Ահա։ Խաչմերուկը երկրորդը կանցնի մի րոպե։ Գլխավորը Ճիշտ ես, փորձի կարմիրն է, եւ կապույտը։ ապրես։ Կարմիրը եւ կապույտը գլխավորում են։ Երկրորդը հեսա ասեմ։ Կարմիրը կանցնի, Երկրորդը ճիշտ ես։ որովհետեւ թարթիչը միացրա ու պետքա ձախ գնի։ Ճիշտ ես, քանի որ ձախ շրջադարձ է փորձում կատարել կարմիր տրանսպորտային միջոցը, իհարկե դիմացից մոտեցողին, կապույտին պետք է բաց թողնի, զիջի, որպեսզի աչից հարված չստանա։ Երկու գլխավորների մեջ գործում է աչից հարվածի սկզբունք։ Երկրորդը կանցնի կարմիրը։ Ահա, ըստ հարցի խաչմերուկը երկրորդը կանցնի, նշում ենք կարմիրը, կարմիր ավտոմոբիլ։ Շատ լավ։ Մյուսն ենք փորձում։ Հետադարձը նշված հետագծով թույլատրվում է, արգելվում է։ Ինչ ես կարծում։ Իմ կարծիքով կարգելվի։ Կարգելվի։ Այս Որովհետև նշանը շրջանաձև։ շրջանաձև նշան կա տեղադրված, որի դեպքում իմ կարծիքով պետք է գնա պտտվի նոր կա։ Ճիշտ է։ Հենց շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս պետք է այս ներսի կլորի շուրջ պտտվել։ Չի կարելի այս եղանակով կատարել հետադարձ։ Կարելի հետադարձ կատարելու իրավունք ունենաս, բայց պտտվելով այս կլորի շուրջ։ Տեղադրված չլիներ, իրավունք կլիներ։ Դե եթե տեղադրված չլիներ, արդեն այս մեջտեղի Կլորն էլ այս հատվածը կլորը չէր լինի, կլիներ սովորական խաչմերուկ։ Բայց սա տարբերվում է մյուս խաչմերուկներից, սովորական խաչմերուկից նրանով, որ ինքը շրջանաձև է, եւ սկլորի շուրջ պարտավոր ենք պտտվելու ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքում։ Հասկացա։ Ուրեմն արգելվում է։ Կայանում է ուղեկամուրջից հետո, թույլատրվում է, արգելվում է։ Փորձիր։ Կարծիքով թույլատրվում է։ Ոչ, արգելվում է, ինչու։ Ուղեկամուրջը այստեղ կապ չունի։ Նշանը որտեղ տեղադրված կլինի, այդտեղից սկսած կայանելու իրավունք չենք ունենա մինչև այդ նշանի ավարտը, կամ եթե չկա նշանի ավարտը, մինչև հաջորդ խաչմերուկ։ Հիմա այստեղ մենք ոչ նշանի ավարտն ենք տեսնում, ոչ էլ խաչմերուկ։ Նշանակում է արգելվում է, չի կարելի այստեղ կայանալ։ Մյուս հարցը։ Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի։ Անմիջապես մանևրը սկսելուց առաջ, անմիջապես մանևրը սկսելուց հետո, նախորոք մինչև մանևրը սկսելը։ Նախազգուշացնող ազդանշանը դա շրջադարձի ցուցիչն է, մարգատ, պավարոտնիկ միացնելը։ Ուրեմն նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի նախորոք, շուտ ենք միացնում, հարևան վարորդներին դրա մասին զգուշացնում։ Եվ վերջապես այսօրվա վերջին հարցի իհարկե մանևրը կատարելուց առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի։ Մանևրը սկսելուց անմիջապես առաջ, սկսելու հետ միաժամանակ, մինչև մանևրը սկսելը, նախորոք։ Զգացիր, որ նույն հարցներ մի փոքր այլ ձևակերպումը այլ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի նախորոք։ Նախորոք։ Դե մանևրը իրենց ինչ է ներկայացնում, օրենքից էլ մենք գիտենք, ու վերադասավորումն էլ է համարվում մանևր, շրջադարձն էլ է համարվում մանևր, հետադարձ, հետընթաց, կանգառ վերադասավորելով, վարել ենք իհարկե։ Այո, այսինքն շարժման ուղղությունը ամեն անգամ երբ որ մենք փոխում ենք, մենք մանևրում ենք։ Իսկ մանևրելիս ուղղությունը փոխելիս նախորոք նշեցինք, նախորոք պետք է միացնել, որպեսզի ասած վարորդներին զգուշացնենք, տեղեկացնենք, որ պատրաստում ենք մանևրել։ Շատ լավ։ Սյուզան,
Հիմա քանի որ խոստացել ենք այդ գունընկալման եւ հոգեբանական այո, գունընկալման թեստերը միասին նայել։ Մի քանի օրինակ ուղղակի միասին հիմա փորձենք նայել։ Լավ։ Ինչ գույնով է պատկերված պատկերի թիվը։ Վարդագույն, կանաչ, յասամանագույն։ Ես կարծում եմ վարդագույն։ Ճիշտ եմ տեսնում։ Վարդագույն։ Միայն դու չես, Սյուզան ջան, շատ-շատերը, կարելի ասել բոլորը նշում են վարդագույն։ Բայց ճիշտ պատասխանը այստեղ յասամանագույնն է։ Հասկացա։ Որպես բացառություն, եթե կհանդիպի այդ հարցը, պետք է նշել ճիշտ պատասխանը յասամանագույն։ Հասկացա։ Ինչ գույնով է պատկերված պատկերի թիվը։ Ահա։ Դե սև չէ, մոխրագույնը պատկերը չի։ Դեղին կարմիր։ Կարմիր։ Հա։ Նախ մի կարևոր մի բան ասեմ, ուշադիր լսի, պետք է փորձեն հիշել, ովքեր որ գնում են քննության, լուսացույցի լույսի գույները։ Դե լուսացույցի գույնը, գիտես, այնտեղ կանաչն է, կարմիր, դեղին։ Նու դեղին նարնջագույն, դա կարելի ասել նույն գույնն է, ֆոնային տարբերությամբ, այսինքն կարելի է եւ դեղին համարել ճիշտ պատասխան եւ նարնջագույն։ Ուրեմն պայմանավորվում ենք այսպես, այլ մնացած բոլոր գույները, օրինակ սևը, մոխրագույնը, հնարավոր է հանդիպի կապույտ, դրանք ճիշտ պատասխաններ չեն համարվում։ Լինելու է դեղին, նարնջագույն եւ կարմիր կանաչ։ Հիմա ստեղ ավելի շատ նմանային ոչ թե դեղինի, այլ կարմիրի։ Նշում ենք կարմիր, ճիշտ պատասխան։ Կանաչեց։ Ինչ թիվ է պատկերված։ Թիվ է պատկերված։ 3։ 3։ Հիմա Սյուզան, եթե տվյալ հեռուստադիտողի մասին չի խոսքը, ընդհանրապես բոլորի, եթե տվյալ թիվը նոր հենց նոր որ մեզ հանդիպեց 3 թիվը, եթե այդ անձը չի տեսնում, դա հնարավոր չի նրան սովորացնել, դա բացառում։ Այո։ Ստեղ Ինչ թիվ է պատկերված 136։ շատ ճիշտ 136, եթե տեսնում եք ստերապետում եմ։ Մեկը, դա ուրեմն մեկով ուրիշ պատասխան չունենք, էլ 136-ն է լինելու ճիշտ։ Մյուսը փորձիր։ Ինչ է պատկերված։ Ահա, այստեղ արդեն պատկերն է։ Եռանկյունի։ Մի րոպե։ 7 եւ 0 չէ։ Եռանկյուն եւ շրջան։ Ճիշտ է։ Ահա, տեսնում ենք, սա եռանկյունը։ Եվ շրջան է սկլոր։ Շրջան եւ եռանկյուն։ Մյուսը փորձի։ Թիվ է պատկերված 9 3 1 9 Նորից չգիտեմ ես դա ոնց կարելի է մեկնաբանել, բացատրել, եթե տվյալ անձը գույները իրարից չի տարվում։ Նա ուղղակի չունի հնարավորություն ստեղ տեսնելու, որ պատկերված է 9 թիվը։ Հասկանալի է։ Իսկ եթե տեսնում ենք, ստեղ սովորացնելու ոչինչ չկա, արդեն նշում ենք 9 թիվը։ Մյուսը ինչ գույնով է պատկերված պատկերը։ Տեսնեմ ես հարցին ոնց կպատասխանես։ Քիչ առաջ ես հուշում արեցի։ Ինչ գույնով է պատկերված թիվը։ Օրինակ մանուշակագույն, կնշենք մանուշակա, իսկ ինչի չենք նշի ասա։ Լուսացույցի։ Ապրես, լուսացույցը մանուշակագույն գույն չունի։ Հասկացա։ Իսկ կնշենք երկնագույն։ Չէ, իսկ մա կանաչ։ Կանաչ։ Բայց հետաքրքիր է կանաչ չկա է պատկերի մեջ։ Դե իհարկե, ես ինքս էլ իմ տեսողություն չգիտեմ լավն է թե վատ, բայց տեսնում եմ երկնագույն, կապույտ նման գույն, բայց ճիշտ պատասխանը այստեղ կանաչ։ Փորձենք մյուսը։ Թիվ է պատկերված 13։ 13, շատ ճիշտ։ Ինչ պատկեր եք տեսնում նկարում, եռանկյուն։ Եռանկյուն, գերիշխով այստեղ եռանկյուն։ Ինչ պատկեր եք տեսնում նկարում, B տառը։ Այստեղ տառը լատինական, այո, լատինատառ B-ն ենք տեսնում։ Ինչ գույնով է պատկերված շրջանը, կանաչ։ Կանաչ։ Ինքը ավելի շատ կապույտ է, բայց ձեր հուշածով արդեն ես գտեցի կանաչ։ Պետք է նշել կանաչ։ Վերջ, այսքանը։ Սրանք ուղղակի օրինակներ էին հեռուստադիտողի կամ մեր էջը հետևողներից ինչ որ մեկի խնդրանք։ Այո։ Ու հոգեբանական թեստեր։ Սա է այդ նույն այդ հոգեբանական ասած, այո, այդ նույն թեստերն են քննություն հանձնողներին սկզբից մինչև այդ քննական 20 թեստը հանդիպելու է 3 նմանատիպ հարց, սրանք օրինակներ էին, այդ հարցերին ճիշտ պատասխանելուց անմիջապես հետո
որ ինքը կունենա հնարավորություն մասնակցելու քննությանը։ Եթե այդ 3 հարցից որից է մեկին սխալ պատասխանի, միանգամից կհամարվի քննությունից կտրված, այո։ Հասկացա։ Եվ չունենա հնարավորություն շարունակելու իր քննությունը։ Շնորհակալ եմ շատ հագեցած հաղորդման համար։ Սա մեր հեռուստադիտողի համար էլ է շատ օգտակար այս ամենը, թե գունընկալման թեստերը, թե մեր թեստը։ Շնորհակալ եմ շատ, կհանդիպենք արդեն հաջորդ հաղորդմանը։ Վստահ եմ այսօր էլ մի նոր բան սովորեցիք, իսկ մեր հաղորդումները բաց չթողնելու համար միացեք մեր YouTube-յան պաշտոնական էջին, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։